Հայաստանի խորհրդարանում Գերագույն խորհրդում հրապարակվեց Հայ-Աղափական դաշնակցության բյուրոյի հայտարարությունը, որ դաշնակցությունը բացահայտում է իր կազմակերպական ներկայությունը Հայաստան։ Հատուկ ուզեի առանձնացնել այդ ձևակերպումը։ Բացահայտում է իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում, որտեղ իրականում խորքի մեջ դաշնակցությունը երբեք Հայաստանից չի բացակայել։ Որպես գաղափար, որպես գաղափարախոսություն եւ նաեւ անհատներով։ Գիրոն հիշատակեց 33 թվականի Դաշնակցության ընդհանուր ժողովի որոշումը դադարեցնելու կազմակերպական գործունեությունը Հայաստանում, բայց մենք բախտ ենք ունեցել 98 թվականի Գերագույն ժողովում ունենալ մասնակից, որը 33 թվականին Հայաստանի խորհրդային հանրապետությունում եղել է դաշնակցական կառույցի անդամ։ Հանգուցյալ ընկեր Հովսեփը եւ ամբողջ կյանք սովետական միությունում ապրելով իրեն համարել է դաշնակցական, հետո արդեն վերանդամագրվել դաշնակցության Հայաստանի կառույցով։ Դաշնակցության հայաստանյան գործունեությունը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերից ամբողջությամբ տարբերվում է։ Եթե Հայաստանում այս 35 տարվա մեջ ձևավորվել են կուսակցություններ պարակտումներով, փողով, անձի շուրջ համախմբվելով, հեռաբլուրը դրա վկայությունն է, դրա խորհուրդն է։ Դաշնակցությունը ձևավորվում էր իբրև կազմակերպական կառույց, այն նահատակներով, այն ընկերներով, որոնցից շատերը հանգչում են այստեղ։ Եվ նրանցից շատերը դեռ Հայաստանում կազմակերպական կառույց չլինելով հայրենիքի սահմանների պաշտպանությանն էին լծված Խաչիկ գյուղում, Բերդաձորում, հոգով դաշնակցական, շատերը արդեն երդվյալ դաշնակցական։ Առաջին իսկ պահից շատ հատկանշական մի դրվագ։ Դաշնակցությունը 90 թվականի օգոստոսին զորակցություն հայտնեց իր համար գաղափարական հակառակորդ այդ օրվա իշխանությանը, երբ որ Հայաստանում ներքին անվտանգության եւ կայունության վտանգ էր եւ իշխանությունը գործողությունների էր դիմում։ Կանգնեց պետության կողքին, բայց գաղափարապես շարունակեց դեմ լինել այդ օրվա իշխանությանը։ Եվ պատահական չէ, իսկ առաջին իսկ օրից Հայաստանում ձևավորվեց լոկ երկու ուղղություն՝ դաշնակցություն եւ այն ուղղությունը, որի դեմ շարունակել ենք պայքարը եւ հիմա շատ ավելի այլանդակված արտահայտություն է գտնում այսօրվա իշխանության քաղաքականության մեջ։ Եվ ամբողջ իր գործունեության ընթացքում իրականում այն ավանդույթները, որը փոխանցվում է սերնդե սերունդ, այդ ավանդույթներն է, որ պահպանել է դաշնակցությունը, այդ գաղափարական շրջանն է, որ պահպանել է դաշնակցությանը։ Հիմա այստեղ կանգնած ընկերներից որոշները այդ օրվա բերկրանքը ապրել են արդեն դաշնակցության կազմակերպական կառույցում։ Բայց այստեղ օրինակ կանգնած է երիտասարդ, որը կրում է այստեղ հանգչող նահատակ Վարդան Բաղշյանի անունը։ Այդ 3 դարերով անցումը դաշնակցության խորհրդանշում է լոկ մենակ այդ մի դրվագի մեջ։ Եվ իրականում այն նվիրվածությամբ, այն հավատքով, այն գաղափարականությամբ, որ 89-90 թվականներին դաշնակցությունը պայքարում էր Հայաստանում մեր պետության քաղաքականությունը ազգային հիմքի վրա դնելու համար, ինչ որ պահի հաջողել էր ամբողջ երկրի քաղաքականությունը տեղափոխել ազգային հիմք, հիմա շատ ավելի դժվարին պայքար է, որին լծվել են 90 թվին դաշնակցության անդամագրված շատ մեր ընկերներ եւ այս տարիների ընթացքում դաշնակցության մեծ ընտանիքին միացած ընկերներ։ Թող հավերժ հիշատակ լինի բոլոր այն ընկերներին, ովքեր եղան Հայաստանում դաշնակցության կառույցի ձևավորման ակունքներում, ովքեր եղան այն քարոզիչները, այն գործիչները, ովքեր իրենց կյանքը ամեն ինչը թողած դեպի երկիր կարգախոսով տեղափոխվեցին Հայաստան։ Հավերժ փառք հիշատակ են բոլոր ընկերներին, որ եղան մեր կազմակերպական կառույցի հիմնադրման ակունքներում։ Մի քանի օրից ամսի 16-ին վստահաբար
Թոքմախի գերեզմանատանը այցելելու ենք ընկեր Վահանի ծննդյան առիթով նրա շիրիմին եւ հայր որդի այդ մեծ խորհրդանշականությունն է։ Էդիկ Հովհաննիսյան, որ մասնակցել է 88 թվականին Դաշնակցության ընդհանուր ժողովին դեպի երկիր կարգախոսը որոշող եւ Վահան Հովհաննիսյան այդ դեպի երկիր կարգախոսը արդեն հայրենիքում գետնի վրա հիմնադրող։ Հավերժ Փառք հիշատակ Հրայր Մարուխյանին, Հրաչ Տասնապետյանին, որոնք այդ օրը հայրենիքի հողի վրա լինելու իբրև բյուրոյի անդամ կազմակերպական կառույցի բացահայտման այդ հպարտությունը, ուրախությունը, պատասխանատվությունը հենց հայրենի հողի վրա պինդ կանգնած է։ Եվ հավերժ Փառք այն բոլոր մեր նահատակ ընկերներին, որոնցից ամեն մեկի կյանքը, ամեն մեկի զոհվելու ամսաթիվը, որ նայում ես, այդ Դաշնակցության պատմության մի էջ է։ Բերթաձոր լինի, Շահումյան լինի, Գետաշեն լինի, հետոյի ազատագրական պայքարը, քառօրյա պատերազմ, 44 օրյա պատերազմ։